Բաքուն արդեն 6-րդ օրն իր 13-րդ հաղորդագրությամբ հայկական կողմին մեղադրում է հրադադարը խախտելու համար այսօր էլ պնդել, թե անցած գիշեր հայկական բանակը Գորիսի և Արթենիսի դիրքերից է կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Երևանը հերքել է մեղադրանքները։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ եթե Ադրբեջանը հրադադարի խախտման փաստեր ներկայացնի, հայկական կողմը պատրաստ է դրանք ուսումնասիրել։ Մենք պատրաստ ենք ուսումնասիրել։ Տևական դադարից հետո Մոսկվայում 5-շաբթի օրը Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են կայացել։ Հայաստանի և Ռուսաստանի փոխարտգործնախարարներ Մնացական Սաֆարյանի և Միխայիլ Գալուզինի գլխավորությամբ։ Հայկական կողմը նշում է, որ քննարկվել են տարածաշրջանի զարգացումներին, հայ-ադրբեջանական գործընթացներին, երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։ Ռուսաստանը Հայաստանը համարում է բարեկամ երկիր և պատրաստ է էլ ավելի զարգացնել երկկողմ հարաբերությունները, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ ՏԱՍՍ գործակալությունը նշում է, որ Պեսկովն այս կերպ արձագանքել է մամուլում հայտնված այն տեղեկությանը, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական գերատեսչություններին հանձնարարել է մեջբերում վերականգնել կապերը ռուս գործընկերների հետ։ Կրեմլի խոսնակը շեշտել է, ռուսական կողմն ավելի քան բավարարված է Մոսկվայի հետ հարաբերությունները զարգացնելու Երևանի ցանկությունից։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Կիևն առաջիկայում կստորագրեն հանքային և բնական պաշարների հարցով փաստաթուղթ։ Սպիտակ տան ղեկավարը միաժամանակ նշել է, որ Ուկրաինայում հրադադար հաստատելու հարցով բանակցությունները շարունակվում են։ Ավելի վաղ Վաշինգտոնը և Կիևը սկզբունքային համաձայնության են եկել հազվագյուտ մետաղների, կարևոր օգտակար հանածոներ և այլ բնական ռեսուրսների համատեղ շահագործման շուրջ, առանց անվտանգության երաշխիքների գործարք, որն ըստ կողմերի կարող է նպաստել արդեն 3 տարուց ավելի Ուկրաինայի դեմ շարունակվող ռուսական պատերազմի դադարեցմանը։ 3 ուշ երեկոյան զանգվածային հարձակման է ենթարկվել Օդեսան, ըստ տեղի պաշտոնական աղբյուրների ավելի քան 15 պայթյուն է գրանցվել։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ Ռուսաստանը կրկին քաղաքացիական ենթակառուցվածքներ է թիրախավորել, նշելով կան տուժածներ։ Հաղորդվել է առնվազն 3 վիրավորի ու մի քանի խոշոր հրդեհների մասին։ Ուկրաինական կողմը հայտնում է նաև Զապորոժիեի բնակելի տարածքներին ռուսական կառավարվող հրթիռներով հարվածների մասին։ 6 մարդ, այդ թվում 1 երեխա վիրավորվել է։ Լոնդոնի Հիթրոու օդանավակայանը ուրբաթ օրը փակվել է էլեկտրաէներգիա մատակարարող ենթակայանում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով։ Կրակի բռնկման պատճառների մասին առայժմ չի հաղորդվում։ Հիթրոուն Լոնդոնի ամենամեծ օդանավակայանն է և ամենածանրաբեռնվածը Եվրոպայում։ Միջադեպի պատճառով տասնյակ ավիաընկերություններ ստիպված են եղել չեղարկել թռիչքները դեպի Լոնդոն և հակառակ ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ ըստ Reuters-ի տուժել է ավելի քան 60 ավիաընկերությունների կողմից իրականացվող գրեթե 700 չվերթ։ We're going to be returning education very simply back to the states where it belongs. Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը 5-շաբթի օրը կրթության դաշնային դեպարտամենտը փաստացի լուծարելու հրամանագիր է ստորագրել պետական մարմինների աշխատանքի արմատական վերափոխման և ծախսերի կրճատման համատեքստում։ Այս քայլով կրթության ոլորտը հանձնվում է նահանգների և տեղական խորհուրդների հսկողությանը։ Գործակալության ամբողջական փակման համար հարկավոր է ԱՄՆ կոնգրեսի հաստատումը։ Reuters-ը սակայն նշում է, որ այնտեղ Թրամփը չունի այդքան ձայներ որոշումն իրագործելու համար։